Ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին վերջին օրերին հաղորդվում է Հայաստան-Թուրքիա առևտրի հնարավորությունների մասին։ Մի խումբ հայ գործարարներ երեկ ցամաքային սահմանով գնացել են Կարս հանդիպելու թուրք գործընկերների հետ։ Հավաքին մասնակցած Սամվել Ալեքսանյանին պատկանող Alex Textile ընկերության ղեկավար Մարատ Մովսիսյանը պատմեց, որ երկու երկրների կառավարությունների կազմակերպած միջոցառումը ծանոթության հնարավորությունների գնահատման առաջին քայլն էր։ Ավելի փոխանակելու ինֆորմացիաներով, այնտեղ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ էին ներկա, ամեն մասնակից փորձում էր գտնել համապատասխան ոլորտի ներկայացուցիչին, որի հետ կարանային համագործակցություն գտնեն։ Իրանք էլ շատ շահագրգռված էին բացման հետ կապված սահմանների։ Մասնավորապես ըստ գործարարի, թուրքական կողմում մեծ հետաքրքրություն է եղել սահմանի բացման դեպքում Գյումրի և Կարս քաղաքների զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ։ Հայերը հիմնականում արտահանման հարցեր են բարձրացրել։ Նրանք, ովքեր որ շահագրգռված են Եվրոպա արտահանելու, նաև մեր կամպանիան շատ շահագրգռված դրա մեջ, մեզ հետաքրքիր էր, որ լոգիստիկ ծառայությունները սահմանը բացվելու դեպքում շատ ավելի մատչելի կլինի, էլի ու արագ։ Պետական Armenpress գործակալությունը հաղորդել է, որ երկու երկրների գործարար համայնքները ողջունել են Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի մեկնարկի համար ձևավորված բարենպաստ միջավայրը։ Հանդիպմանը մասնակցել են սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի ոլորտների ներկայացուցիչները։ Սահմանի հնարավոր բացման մասին պաշտոնական լրահոսում չի հիշատակվում, հակառակը նշվում է երրորդ երկրների տարածքով առևտրի հնարավորությունը։ Գործարար Մովսիսյանը հանդիպումից ազդակներ ստացել է, որ հակված են բացել սահմանը։ Շատ ուղիղ բաց տեքստով են ասում, որ հակված են իրանք մոտ այն տեղերում, որտեղ որ մենք եղանք այդ Իգդիրի Ղարսի կողմերը, իրանք շատ ավելի են շահագրգռված, որտեղ իրանք Թուրքիայի ծայրամասում են, որը որ չունի հարևան երկրի հետ սահման։ Ոնց որ իրանք շուշն է կբացվի էլի դրանից։ Կարանան գնան գան, հիմա Իգդիրից ավելի հարմար է գան Հայաստան, քան թե գնան Ղարս։ Նախորդին էլ հաղորդվեց, որ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն է Վրաստանի Ախալքալակ քաղաքում մասնակցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը։ Վարչապետն էր հայտնել, որ Ադրբեջանի երկաթուղու նման այս ուղին էլ բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար։ Թուրքական կողմն իր հերթին հույս էր հայտնել, թե այս քայլը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Երկաթուղու բացմանը մեկնած նախարար Խուդաթյանը պնդեց, հնարավորությունները մեծ են։ Երկաթուղու օգտագործումով հայկական կողմի գործընկերները կկարողանան ինչպես արտահանել ապրանքներ, այնպես էլ ներկրել Կարսով դեպի այլ ուղղություններ, մասնավորապես եվրոպական շուկա, դա ակնհայտ է եւ երեկվա միջոցառումից հետո էլ իմիջիալես գործընկերները վրացական կողմի այդ մասով հայտարարություն են տարածել, որ երկաթուղին հասանելի է հայկական կողմի համար, այնպես որ սա նոր շուկաներ ունենալու հնարավորություն է տալիս։ Այս երթուղու դեպքում էլ Հայաստանը շրջանցվելու է, հայ-թուրքական սահմանը մնալու է փակ։ Անկարան մինչև օրս չի կատարել պայմանավորվածությունը ու սահմանը չի բացել անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Երեկվա հեռախոսազրույցում թեման չեն քննարկել նաև վարչապետ Փաշինյանն ու նախագահ Էրդողանը։ Պաշտոնական հաղորդագրությունում երկկողմ օրակարգի հարցերի թվում դա նշված չէ։